Անօթաչու թռչող սարքերը ուսումնական ծրագրի մաս, անօթաչուների պատրաստման և կառավարման իրենց փորձն ու գիտելիքը Միացյալ Նահանգների Ռայբեթ ակադեմիայում սովորող հայ և օտարազգի պատանիներին փոխանցում են ոլորտի լավագույն մասնագետները։ Տեխնոլոգիաների դարաշրջանը, եթե երեխեք այսօր չսովորեն տեխնոլոգիա, չգիտեմ, շատ դժվար է լինելու ապագայի համար։ Մեր հայ երեխեքին շատ կարևոր է, որ մենք կարողանանք սենց ծրագիրները ուժեղացնենք, շատացնենք, երեխեքները գան սովորեն, որ վաղը միսօր կարողանանք ավելի ճիշտ ճանապարհի վրա լինենք ազգովի։ Դասընթացներն անվճար են, մասնակցում են Լոս Անջելեսի տարբեր դպրոցների աշակերտներ։ Եկել եմ, որպեսզի ինչ-որ մի օգուտ տամ իմ երկրին, ինչ-որ մի բոլոր հարցերում, թե պատերազմի ժամանակ, թե ուրիշ հարցերում։ I've always wanted to learn. Մենք ստանում ենք խոր գիտելիքներ և մեծ փորձառություն անօթաչու թռչող սարքերի մասին, ունենք հիանալի ուսուցիչներ։ Անօթաչուների պատրաստման դասընթացի նախաձեռնությունը Միացյալ Հայեր կազմակերպությանն ու ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանինն է։ Ամեն երեխաները դրոն և ռոբոտ շատ են սիրում և առաջին անգամ ըլլալով մենք կրցանք LA County Science Fair-ի մրցումի մասնակցեցանք և այդ երկու աշակերտները, որ մասնակցեցան, իրենք այս ամառը օրինակ պիտի երթան և Հայաստանի մեջ մրցումներ կան հոն պիտի մասնակցին։ Ջոն Էմանուել Շիրաջյանը Միացյալ Նահանգների միջուկային կազմակերպության կողմից 2 անգամ արժանացել է Կալիֆոռնիա նահանգի լավագույն ուսուցիչ կոչման, հրապարակել է բազմաթիվ գրքեր և 40-ից ավելի հոդված ռազմական տեխնոլոգիաների մասին։ 5 տարի եղավ ենք, սկիզբը մեր պրոյեկտները միան ռոբոտը շինությունով, աստարի, այսինքն հունվարին սկսանք դրոնի վրա շեշտ տանել։ Դասընթացին մասնակցող 15 աշակերտից 4-ն այս տարի կմասնակցի Հայաստանում կայանալիք անօթաչու սարքերի մրցույթին։ Բրիր Մկրտչյան, Հակոբ Փափազյան, լուրեր։